մեկ ճանապարհ, միայն մեկ Աստված կա եւ երկինք գնալու միայն մեկ ճանապարհ։ Որն է այդ ճանապարհը եւ ինչպես դրան հասնել։ Աղոթքով, ոչ, բարի գործերով, ոչ, դրամական զոհաբերությամբ, ոչ, ամենալավ ձգտումներով, կրկին անգամ ոչ։ Որն է այդ դեպքում երկնքի ճանապարհը եւ ինչպես այնտեղ հայտնվել։ Տեր Հիսուս Քրիստոսն ասել է. Ես եմ ճանապարհը։ Հովհաննես 14:6 խոսք։ Արդյոք նա միակ ճանապարհն է։ Այո, նա է երկնքի միակ ճանապարհը։ Սովորական մարդկային առաջնորդներից եւ ոչ մեկը չհայտնեց մեզ երկինք տանող ճիշտ ճանապարհը։ Միայն Հիսուս Քրիստոսը ցույց տվեց մեզ երկնքի միակ ճանապարհը։ Ինքն է ճանապարհը։ Եթե մենք չենք հետևում Հիսուս Քրիստոսին, ապա երկինք չենք մտնի։ Դուք ընտրության առջև եք կանգնած։ Դուք կարող եք երկնքի եւ հավիտենական կյանքի ճանապարհին կանգնել, կամ էլ դժոխքի եւ հավիտենական մահվան ճանապարհով գնալ։ Աստված կամենում է, որ դուք հավիտենական կյանքի ճանապարհը ընտրեք, իսկ սատանան ուզում է, որ դուք հավիտենական մահվան կորստի ճանապարհը ընտրեք։ Դուք ազատ կամք ունեք եւ կարող եք ընտրել այն վայրը, ուր ուզում եք հավիտենությունն անցկացնել։ Այսօր ձեր առջև ընտրություն կատարելու պայման է դրված։ Եթե հավատքով Տեր Հիսուս Քրիստոսին չեք հանձնել ձեզ, ապա կանգնած եք դժոխքի ճանապարհին։ Եթե այսօր չընտրեք Տեր Հիսուս Քրիստոսին, ապա կշարունակեք դժոխք տանող կործանարար ճանապարհով գնալ։ Ոչ մի ընտրություն չկատարելով անգամ դուք հավիտենական մահն եք ընտրում։ Վաղը հնարավոր է ուշ լինի ընտրություն կատարելու համար։ Դուք կարող եք հեռանալ այս աշխարհից։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը։ Ահա հիմա է փրկության օրը։ Կորինթացիներ 6:2 խոսք։ Տեր Հիսուս Քրիստոսը ձեր փոխարեն մեռավ խաչի վրա, այսինքն ձեր մեղքերի համար գրավելով ձեր տեղը։ Նա կրեց ձեր պատիժը, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար հարվածվեց, եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուր իր ճանապարհին դառավ, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենքի մեղքը։ Եսայա 53:5-6 խոսք։ Դուք պետք է ընդունեք նրան, ով ձեզ համար մեռավ, եւ ասեք Աստծուն. ես մեղավոր եմ եւ արժանի եմ հավիտենական տանջանքի, բայց հավատում եմ, որ Հիսուս իմ մեղքերի համար մեռավ, եւ հիմա նրան ինձ փրկիչ եմ ընդունում։ Այսուհետ նրա համար եմ ապրելու։ Մեկ Աստված, մեկ ճանապարհ։ Այո, միայն մեկ ճշմարիտ Աստված։ Մնացած բոլոր այսպես կոչված աստվածները սուտ են։ Միայն մեկ ճշմարիտ ճանապարհ կա, մնացած բոլորը կեղծ են։ Հավատքով հանձնվեք Հիսուս Քրիստոսին եւ երկնքի ճանապարհին կկանգնեք։ Հիսուսն ասաց. ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի։ Հովհաննես 6:37 խոսք։